Ես այսօրվա խոսքը մի տեղից եմ ուզում սկսել Հովհաննես ավետարան 4 գլուխ 10-ից 14-րդ խոսքը Հիսուսը պատասխանեց, էդի սամարացի կնոջ հետ երբ որ շփվում էր այդ ժամանակ 10-րդ խոսքից եմ խոսալու Ասма Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան, եթե Աստծո պարգևը գիտենայիր, եւ թե ով է նա, որ քեզ ասում է, թե տուր ինձ խմել, ապա դու նրանից կխնդրեր եւ նա կենթանի ջուր կտար քեզ։ Կին նրան ասեց, Տեր, դու դույլ էլ չունես, եւ հորը խորն է, ապա որտեղից ունես կենթանի ջուր։ Միթե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս հորը տվավ մեզ, ինքը սրանից խմեց, եւ նրա որդիքը եւ նրա անասունները Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. ամեն այդ ջրից խմողը դարձյալ կծարավի, բայց ով որ խմե այն ջրիցը, որ ես կտամ նրան, նա հավիտյան չի ծարավիլ, այլ այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում, որ հավիտենական կյանքի համար կբխե։ Հետաքրքիր է, որ երբ որ կարդում ենք Հովհաննեսի ավետարան 3-րդ գլուխը, Տերը խոսում է Նիկոդեմոսի հետ ծնունդի մասին։ Հաջորդ գլխի մեջ 4-րդ գլխում խոսում է սամարացի կնոջ հետ, որ ծնված մարդը որ ծնված է ինքը ջրի կարիք ունի, ջուր պետք է խմի։ Այսինքն վերստին ծնունդը դա սկիզբն է հոգևոր կյանքի մեջ, բայց երկինք հասնելու համար մեզ պետք է ջուր խմենք։ Այսօրվա իմ քարոզի վերնագիրը սենց եմ դրել ծարավ սրտեր։ Այսօր Տերը ուզում է, որ ամեն մեկի սրտերը ծարավ լինի դեպի իրան։ Որ կարողանանք այդ ջուրը խմենք, որ Տերը տա այդ ջուրը մեզ։ Բոլոր հոգևորներ չէ, որ իրանց սրտի մեջ կա այդ ջուրը։ Թեև ծարավով ապրում են, բայց իրանք ծարավ չեն, որովհետև այսօր աշխարհը լցնում է մի մարդկանց սրտերը, որ այդ ծարավությունը հագեցնի ինչ-որ մի բանով։ Ինչի համար, որ չգան Տիրոջը ջուր խմելու։ Այսօր գիտեք, մարդիկ պատճառներ ինչ են բռնում, իրանց սիրտը ծարավ չի։ Երբ որ մարդու սիրտը ծարավ չի, ինքը միշտ էլ պատճառ կբռնի, բայց բավական է մարդու սիրտը ծարավ լինի, պատճառներ կողքի կդնի ու կգա Տիրոջը հանդիպելու, ասի Տեր, ես քո ջրի կարիք ունեմ։ Այսօր մենք բոլորս ունենք ջրի կարիքը, որովհետև առանց ջրի մենք երկինք չենք հասնի։ Ու հետաքրքիր Աստված ինչ արեց, ժամանակավոր մարմնի մեջ հավիտենական ջրհոր դրեց։ Ժամանակավոր մարմինը, որ այսօր կա ու վախը չկա, Աստված դրեց մի ջրհոր, որը հավիտենական կյանքի համար է բխում։ Եվ այսօր շատ կարևոր է, որ մենք ուշադրություն դարձենք մեր ներսը, արդյոք այդ ջրհորը աշխատում է մեր ներսում։ Թե ինչ ձևի ասես ապրանքներ ա լսվել, մուսր ա լսվել, ինչ-որ տարբեր բաներ ա լսվել ու խանգարում է այդ ջրհորը օգտվելու։ Համար այսօր կարիք ունենք, որ ասելու Տեր օգնիր մեզ։ Եսայի մարգարեության մեջ 55-րդ գլխի առաջի խոսքում սենց ասում. ասում է ով բոլոր ծարավներ, եկեք ջրերի մոտ, եւ դուք որ փող չունեք, եկեք եւ ծախու առեք, եւ կերեք, եկեք առեք առանց փողի, առանց վճարի, գինի եւ կաթ։ Հետաքրքիր է հինուխտի մեջ Աստված մարգարեության մեջ ասում է ով ծարավներ, եթե փող չունեք, եկեք ես ձրի կտամ այդ ջուրը։ Հայտնության մեջ եմ կարդում 21-րդ գլուխ 6-րդ խոսք ասում է եւ ինձ ասեց Հիսուսը ասեց Հովհաննեսին եղավ ես եմ ալֆան եւ օմեգան սկիզբը եւ վերջը ես ձրի կտամ ծարավին կյանքի ջրի աղբյուրիցը հետաքրքիր է որ Քրիստոսն է աղբյուրը տվողը ոչ մեկ ոչ մի հրեշտակապետ ոչ մեկ չի կարող տա այդ ջուրը որը որ Տերն է տալի ասում է ես եմ դա տալի Եվ մարդկանց ներսում, երբ որ աղքատություն է, պակասություն է, այս ամեն ինչին լրացնողը Տերն է։ Այսօր մենք կարիք ունենք մեր սրտերը ինչ-որ մի բաներով չլցնենք, այլ այդ ծարավը Տիրոջ մոտ գանք։ Եվ այդ ծարավը, որ Տիրոջ մոտ են գալի, Տերը տալիս է այդ ջուրը մեզի։ Գիտեք, շատ ցավալի է, երբ որ մեր սրտերում այդ ջուրը չկա։ Հիշում ենք մի պատմություն կար Ղազարոսի աղքատ Ղազարոսի հարուստի մասին։ Այդտեղը չեմ ուզում կարդամ, որ կարողանանք ժամանակը խնդրել, ինչ տեղի ունեցավ։ Ասում է հարուստը ամբողջությունով իր լավ ապրուստով ապրես, օրեկան ասում է քեֆ էր, ուրախություն էր ամ իր սիրտը, ուրախանում էր դրանցով։ Բայց աղքատ Ղազարոսը ասում է երաների էր տալի, որ իր փորը լցներ այն փշրաններով, որը որ հարուստի սեղանից թափվում էր։ Բայց ասում է երկուսն էլ մահացան եւ
Ղազարոսը գնաց Աբրահամի գոքը եւ հարուստը ընկավ դժոխքը։ Ուրիշ տեղի ունեցավ, ասում է, եւ հարուստը երբ որ տեսավ, որ Ղազարոսը Աբրահամի գոքումն է, ասաց հայր Աբրահամ, ասում է, Ղազարոսին ուղարկի թող մատը թրջի ու իմ լեզուն հովասնի։ Ձև գնահատում այդ ջրի համար, որտեղ մենք հələ չգիտենք ինչքան կարևոր է հոգևոր աշխարհը մեր, բայց այդ հարուստը գնահատեց ինչի համար, որովհետև հասկացավ առանց ջրի բոլորիս կյանքը դժոխք է։ Թեև այս կյանքի մեջ, եթե ջրի պակասությունը կա, դա արդեն մենք դժոխքի մեջ ենք։ Հետաքրքիր է ինչն էր հարուստի գործողություն, որ ինքը ամեն անգամ խնջույք էր անում։ Գիտեք ինչն էր, իր ներսից ծարավն էր։ Մարդը երբ որ իր ներսում ծարավ անում, ինչ որ մի բան անում է, որ տեղը ծածկի, բայց մեկը չի ծածկել, օրերից մի օր գալու ես այդ փաստի առաջ, հասկանալու ես, որ դու ապրում ես առանց այդ ջրի, առանց Հիսուսի։ Շատ անգամ մարդիկ, որ խոսքի սովի կարիք ունեն, չէ, այսքան խոսքը երկար ժամանակ չեն կարդացել, ներսը հոգու սովա, չէ։ Օրինակ իմ մոտ եղել է, չգիտեմ ում մոտ, բայց ասեմ կարող է ինչ-որ մեկի մոտ էլ դա լինի։ Ու չգիտես ինձի, ինչի պատճառ ես բռնել, որ Աստվածաշունչը կարդաս, թե ժամանակը իրիկուն կգամ կկարդամ, բայց զգում ես, որ ներսդ սով է, գնում ես խալաձելնիկն ես բացում, ինչ-որ բան ես նայում, այդքան էլ ոնց որ դուրտ էլ չի գալի, փագում ես, հետո էլ ես մի հատ կռուկ ես տալի, էլ մեկ էլ զգում ես էլ գալի խալաձելնիկը, գիտես ինչի, ոչ թե քո մարմինն է սոված, հոգիդ է սոված։ Ու հոգիդ սոված լինել պատճառ, չգիտեմ ինչի խալաձելնիկն ենք բացում։ Հանգարց մի հատ փոքր էլ բան էլ տենում, մի հատ կսում ենք, մտամ մեզի խափեցինք, բայց հասկանում ենք մի բան, որ դա մեր հոգու սովն է, որ տանում է փոխանակ Աստվածաշունչ կարդալու, գնում ենք մարմնավոր խալաձելնիկի հետևից։ Նույն ձևի մարդիկ, երբ որ այսօր ինչ-որ բան են փնտրում, ոչ թե դրա մարմնավոր կարիք ունեն, այլ ներսի ծարավն է ստիպում իրանց, որ փնտրեն, բայց շատ կարևոր է այդ ծարավը ում ես դու գտնում, Հիսուսին ես գտնում դե ում։ Ամեն։ Դա համար Տերը օրհնի, որ հասկանանք մի բան, ոչ թե հետո հասկանանք, որ արդեն ուշ կլինի ջրի կարևորությունը, ուշ կլինի Քրիստոսի այն հորը, որ տալիս է մեզ, այլ մենք ժամանակին իմանանք, որ ծարավը չմնանք, հագեցնենք մեր ծարավը։ Սաղմոսում սենց է ասում, 42-րդ Սաղմոս հայերենով։ Առաջի երկրորդ խոսքերը սենց ասում. Ինչպես որ եղջերուն փափագում է ջրի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ով Աստված։ Իմ անձը ծարավ է ասում, կենթանի ասում, երբ կգամ եւ նրա երեսի առաջին կերևան։ Հետաքրքիր է, որ Սաղմոս 2-ն սենց ասում է, ինչպես եղջերուն փափագում է ջրի առունին, այդպես իմ անձն է քեզ փափագում։ Գիտեք եղջերուն ոնց է փափագում ջրի առուներին։ Բոլոր գիշատիչ կենթանիները իրանք գիտեն, որ ժամանակ առ ժամանակ կենթանիներ գալու են ջուր խմեն։ Ու բոլոր գիշատիչ կենթանիները իրանք թաքնվում են ջրի աղբյուրի մոտ։ Ինչի համար, որ հանգարց եթե մեկը գա, ստե ջուր խմի, իրանք կարողանան գիշատեն, իրանք կարողանան բռնեն, իրանք կարողանան հոշոտեն։ Բայց եղջերուն այնքան ծարավ է, որ չի նայում իր վտանգին։ Ինքը էլի գալիս է ջրի մոտ, որ գորեղ կարողանա, հեգուզ իր կյանքի գնով էլ այդ ջրից խմի։ Շատ անգամ ես մտածել եմ, ասել եմ, այն երկրներում, որ քրիստոնեական երկրներ չեն, որոնք որ շատ մեծ հալածանք են ստանում քրիստոնյաները, իրանք իսկապես նման են այդ եղջերուներին։ Որտեւ իրանք չգիտեն, իրանք ծառայության գալուց հետո կհասնեն տուն, դե կարող այնտեղ տրակհասնեն իրանց։ Չգիտեն, բայց իրանց ներսում այնքան ծարավ կա դեպի Աստված, որ իրանք չեն նայում այդ ժամանակավոր կյանքին, որ կարող է իրանք վնասվեն, այլ գալիս են, որովհետև իրանք սիրտ ուզում են հոժարությունով հանդիպեն Տիրոջը։ Բայց չգիտեմ ինչի մենք այսօր շատ ենք հարստացած այդ ջրով, մենք արդեն էլ կարիք էլ չունենք, մենք կարանք մեր գրաֆիկները կազմենք, մենք կարանք ամեն ինչ ասենք, դե էսի պետք չէ, էսի հետո կանենք, էնի վաղը կանենք։ Բայց հասկանում եք ինչքան կարևոր է, որ մեր սիրտը ծարավ բերենք։ Տեր ծարավացրու իմ սիրտը դեպի քեզ։ Ինչն է պատճառը, որ իմ սիրտը չի ծարավում քեզ, այդ ձև ոնց որ պետք է, որտեղ ինչ-որ բաներով լցվում ենք։ Ու վերջը խալաձելնիկից խափելով ինձ կերակրում եմ, իրիկունը գալիս է քնում եմ, հետո հաջորդ օր հիշում եմ, որ իրիկուն չեմ կարդացել։ Ինչի որովհետև խալաձելնիկը խափեց ինձ։ Այդ ձև էլ սատանն է կարում խափի մեզ։
Ինչ որ մի բան տալիս ա մեզ։ Ինչ որ մի բան։ Այսօր հետաքրքիր է որտեղից ենք խմում, ինչ ենք խմում այսօր, դա շատ կարևոր է։ Գիտեք հոգևոր մարդը շատ անգամ որ նմանվում աշխարհին ինչի է նմանվում, այսօր հեքիաթների հիշելու օր է։ Գառնուկ աղբերի հեքիաթը լսել ենք բոլորս էլ, որ քրոջ հետ մանա գալի։ Ու ինքը այնքան ծարավ է, որ ամեն փոսի մեջ հավաքված ջրից ուզում է խմի։ Ու քուրը չի թողում, ասում է, չէ, էսի մի խմի, էս կդառնաս, էս կդառնաք։ Վերջը քրոջից ցագուն խմում մի ջրից, որը որ գարա դառնում հետո։ Ու ինչ է տեղի ունենում, որ գնում է, ասենք, այդ գարի հարցերը լուծում է, այդ հեքիաթը ամբողջը չեմ ուզում պատմեմ, բայց ինչ ենք ուզում ասեմ ես։ Ինչքան էլ ուզում է այս եղբայրը, այդ քրոջ եղբայրը լիներ, բայց քան որ ճիշտ ջուր չի խմում, ինքը դառնում է այդ։ Այսօր աշխարհը ջուր առաջարկում մեզ, ինչի համար, որ մենք չխմենք Հիսուսի ջրից։ Ջուր առաջարկում աշխարհը, ու երբ որ մենք խմում ենք, մենք նմանվում ենք աշխարհին։ Հետո ասում են, ես գայթակղվել եմ, ես մի քուրը սենց նման է, ոնց որ անապաշխար լինի, ես մի եղբայրս եմ, գիտեք ինչի, որովհետև շատ ջրերը խառնում են իրար, մեզ պետք չէ ջրես խմել, մեզ պետք է մինչև վերջ գնա ու տիրոջ ջուրը խմենք, որը որ նմանացնում է։ Այսօր կարիք ունենք, ասենք, Տեր, օգնի իմ ծարավը լինի դեպի քեզ։ Թող ոչ մի բան չխափի, ոչ մի փոսեր չխափեն, ոչ մի ջրհորներ չխափեն, այլ իմ սիրտը ուզում է քեզանից խնդրելու։ Եսայի մեջ ասում է, խնդրեցեք ինձ։ Ինձանից խնդրեցեք, ու ես կտամ, ձրի կտամ դա։ Եթե այսօրվա ժամանակով ամեն ինչը գումարով, ամեն ինչին արժեք պետք է տաս, Տերը ձրի է տալ եւ փրկությունը, եւ ջուրը, եւ ամեն ինչը։ Պարզապես մեզ պետք է գանք Տիրոջ, ասենք, Տեր, հագեցրու իմ սիրտը քո ջրերով։ Այսօր մեր հոգևորների խնդրեմը սրանումն է, ոչ թե վերստին ծնված չենք, այլ ծնված ենք, բայց ծարավ ենք Տիրոջ մոտ, եւ չեն գալի Տիրոջ մոտ։ Մատթեոսի 5-րդ գլխի 6-րդ խոսքում ասում է, երանի նրան, որ արդարության համար սոված են ու ծարավ են, որտեղ նրանք կկշտանան։ Երանելի է, երբ որ դու ծարավություն ունես ու սով ունես դեպի արդարության նկատմամբ։ Երանելի ինձ, երբ որ սոված ու ծարավ ենք արդարությանը, ինչի որովհետև Տերը նա կշտացնում մեզ։ Եվ երբ որ Տերը կշտացնում է, Տերը մի անգամից լցնում է մեզ ներսում հավիտենական կյանք է բխում։ Տեսեք ինչ է ասում Սաղմոսի շարունակությունը 3-4 խոսքերը։ Իմ արտասուքը ինձ հաց եղավ ցերեկ եւ գիշեր, որ ինձ ամեն օր ասում են, ուր է քո Աստվածը։ Ես այս բաները հիշում եմ եւ իմ հոգին թափում եմ ինձանում, որ բազմության հետ անց կենամ, գնամ նրանց հետ մինչև Աստծո տունը, տոնախմբող ամբոխի հետ, օրհնության եւ գովասանության ձայնով։ Հետաքրքիր է, որ Սաղմոս 2-ում շարունակում ասում է, որ իմ թշնամիների իմ առաջ ել, մեծ նեղություններով եմ անցնում։ Ու ինչը նա ծարավ ստեղծում իմ ներսում, իմ նեղությունները։ Եթե չլինի իմ կյանքում նեղություն, իմ սիրտը չի ծարավի դեպի Աստված։ Հələ հիշեցեք ով է հիշում Աստծուն, երբ որ նեղ ճանապարհով անցնում։ Ով է եկել Աստծուն, երբ որ դժվար խնդիրներ ա ունեցել։ Այսինքն ինչ է տեղի ունեցել, դժվարությունը ծարավ է ստեղծում մեր ներսում։ Ինչի համար, որ գանք դեպի Տեր, ասենք, Տեր, ես այդ ջրի կարիք ունեմ։ Երբեք ու երբեք մի ձեռը տարենյան ասա, այս դժվարությունները իմ համար չեն, այս շատ անգամ Աստված օգտագործում է մեր ներսը ծարավ բերելու, որ մենք ասենք, Տեր, ես քո կարիքդ ունեմ։ Ուրեմն շատ կարևոր է, որ ասենք, Տեր օգնի իմ ներսը թող ծարավ լինի, որ ոչ թե խնդիրները ծարավ բերեն, այլ ես հասկանամ, որ ես ծարավ եմ քեզանով։ Ու երբ որ ես չեմ հասկանում, որ ես ծարավ եմ Տիրոջով, Տերը թույլ է տալ, որ խնդիրներ ստեղծեն իմ կյանքի մեջ, որ դա ծարավացնի ինձ, որ գամ Տիրոջը։ Ամեն։ Տեր օրհնի բոլորիս։ Միտեղ ուզում եմ կարդալ Ծննդոցում մի պատմություն է 21-րդ գլուխ 10-ից 14-րդ խոսքը։ Սա Հագարի մասին է, երբ որ արդեն հասուն էր, Իսմայելը ծնված էր, արդեն 14 տարեկան էր, Իսահակն էլ արդեն ծնված էր, եւ ասեց Աբրահամին Աստված. դուրս արա այս աղախնին եւ իր որդուն, որովհետեւ այս աղախնի որդին, սա Սարան ասում, այս աղախնի որդին իմ որդու Իսահակի հետ ժառանգ չպիտի լինի,
Եվ այս բանը Աբրահամին շատ դժվար երևցավ իր որդու պատճառով։ Եվ Աստված ասեց Աբրահամին. թող աչքի դժվար չերևա քո տղային եւ աղախնին համար։ Ամեն ինչ որ Սառան քեզ ասել է, նրա խոսքը լսիր, որովհետև Իսահակով քեզ համար սերունդ կոչվելու, եւ աղախնի որդին էլ ազգ կշինեմ, որովհետև քո սերունդը նա։ Եվ Աբրահամն առավոտանց կանուխ վեր կացավ եւ հաց եւ մեկ թիկ ջուր առավ եւ Հագարին տվավ նրան ուսի վրա դրավ եւ տղան էլ տվավ եւ արձակեց նրան եւ նա գնաց եւ Բերսաբեի անապատումը մոլորված ման էր գալիս։ Հետաքրիր է այս Հագարի վիճակը, որ Հագարի մոտ ամեն բան լավ էր։ Այնքան լավ էր, որ դաժե Սառային արդեն ուշադրություն չէր դարձնում, որ դա իր տիկինն է, իր խազյայինն է։ Ու ինչ տեղի ունեցավ, որ այն էր իր ապահովությունը, որ որոշել էր, որ դա Աբրահամի անդրանիկն է, ես Աբրահամի համար անդրանիկ եմ ստացել, թեև Իսահակը հետո է ծնվել, բայց բոլոր Իսրայելը գիտեն, որ անդրանիկը ինչ կարևոր է, ինքը ապահով էր։ Բայց չգիտեմ, որ օրից մի օր Աբրահամը հելավ, մի հատ հացի խուրջ տվեց իր ձեռին, մի հատ էլ տիկով ջուր տվեց ու ասեց դու ազատ ես, կարաս երեխուդ հետ գնաս։ Քանի ինքը Աբրահամի մոտ էր, ինքը ձև ծարավ չէր։ Քանի մենք ապահով ենք լինում, մենք այդքան էլ ծարավ չենք զգում մեզ։ Մեզի չի ստիպում մեր ներսը գա տիրոջ հետ հանդիպում ունենալու։ Մենք բարձր տրամադրությունով ենք այդ ամեն ինչը զուռնա դահուլը նվագում ենք, բայց բավական է, որ այդ ապահովությունը կորում է մեր կյանքի մեջ։ Չգիտենք ինչի ծարավ այնքան է մեծան, որ մենք գալիս ենք տիրոջ ոտեր մոտ ենք ընկնում, ասում ենք Տեր օգնի ինձի, տուր ինձի։ Այսինքն ինչքան կարևոր է, որ մենք հասկանանք, բոլոր մեր կյանքի մեջ նեղությունները բերում են դեպի տիրոջը։ Դա համար դա շատ կարևոր է, որ ոչ թե մենք նեղությունների հիման վրա գանք Աստծուն, այլ մենք հասկանանք, որ առանց Աստծո չունենք կյանք։ Առանց Աստծո չունենք ուրախություն, առանց Աստծո չունենք հագեցողություն մեր կյանքում։ Այն ապահովությունով էր Հագարը, որ այդ ժառանգությունը կտար իր ավակ անդրանիկին, որտեղ դա սովորել էր։ Ում եկել օրես մի օր փակվավ իր օրհնությունը։ Տեսեք շարունակությունը ինչ ասում, ասում է եւ տիկիցը ջուրը վերջացավ եւ մացառների մեկի տակին ձգեց տղային եւ գնաց եւ դեմուդեմ նստեց մի նետնկեցի չափ, որովհետեւ ասեց տղան մեռնելիս չտեսնեմ եւ դեմուդեմ նստած է իր ձայնը բարձրացրեց եւ լացավ։ Հետաքրիր է, որ 14 տարեկան այդքան էլ չէր, պատանի էր այդ երեխեն, բայց ասма թողեց, որովհետև ասма երեխու մահը չէր ուզում ինքը տենար։ Ու ինքը գնաց մի առանձին տեղ, ասма նետ ցելու չափ, նետը իշքան են գցում, չգիտեմ, այսեն չափեր է տված, կիլոմետրաժ չի տված, բայց մոտարապես ինչ-որ չափ։ Ասма գնաց ու ընդեղ լացեց, որովհետև գիտեր, որ իր կյանքի վերջը եկել արդեն։ Բայց հավատացեք, ամեն նեղության մեջ Աստված շատ ուշադրություն է դարձնում քո աղաքին, քո ձայնին, քո ծարավին, քո տանջանքին։ Կայենը երբ որ սպանեց Աբելին, ասեց նրա արյան ձայնը իմ ականջին հասավ։ Աստված ուշադրություն է դարձնում այդ ձայնը։ Դրա համար երբ որ ինչ-որ ճանապարհով անցնում ենք, քո ձայնը թող չփակվի, ձայնը չդառնա տրտունջ, այդ ձայնը դառնա Աստծուն կախվելու, ասել Տեր, ես քո կարիքդ ունեմ։ Գիտեք, նեղության ժամանակ երկու ձայն կա, մեկը տրտունջը, մեկն էլ Տիրոջից կախվածություն ունենալը։ Տեր ուզում է, որ այդ նեղությունների մեջ մենք Տիրոջից կախվենք, հասկանանք մեր կարևորությունը, որ Տերը տալիս է մեզ։ Շարունակություն տեսեք ինչ ասում եմ, եւ Աստված տղայի ձայնը լսեց, եւ Աստծո հրեշտակն երկնքից կանչեց Հագարին, եւ նրան ասեց. Հագար, ինչ է քեզ, մի վախեցիր, Աստված լսեց տղայի ձայնը, ուր որ նա է, վեր կաց տղան վեր առ եւ ձեռքովդ զորացրու նրան, որովհետեւ ես մեծ ազգ եմ շինելու նրան, եւ Աստված նրա աչքերը բացավ, եւ նա մի ջրհոր տեսավ, եւ գնաց եւ տիկը ջրով լցրեց, եւ տղային խմեցրեց, եւ Աստված տղայի հետ էր, եւ նա մեծացավ, եւ անապատումն բնակվեց, եւ աղեղնավոր դարձավ։ Հետաքրիր է, որ այդ աղաղակի ձայնից Աստված իր հրեշտակ ուղարկեց, ասեց. Հագար, մի լացի,
Ես լսել եմ տղայի ձայնը։ Ասում է եւ Հագարի աշկեր բացվեց ու տեսա, որ աղբյուր կա իր կողքը։ Գիտեք, շատ անգամ երբ որ մեր ներսում ծարավ է ստեղծում, չգիտենք ինչի մեր աշկերը փակում են, մենք կուրանում ենք։ Կուրանում ենք ինչ-որ աշխատանքի նկատմամբ, կուրանում ենք ինչ-որ օրհնության նկատմամբ, կուրանում ենք Աստծուն պատասխանելու նկատմամբ։ Ու մեկ էլ դեմ ես Աստված բացում է մեր աշկերը ու հասկանում ենք, ախր մոտիկ էր, քո քթի տակ էր այդ աղբյուրը։ Մեզի պետք չէր այդ աշկերը մեր փակվելը, մեզ պետք էր մեր աշկերը բացվելը, հասկանանք, որ Տերը օրհնել է մեզի ու մենք ունենք կյանք։ Ինչ նեղությունով որ Աստված այսօր տանում է, եթե ինչ-որ ճանապարհ է, որ Աստված տեսել է մեր նեղությունը, դա տանում է, որ մեր ծարավը բերենք Տիրոջ, ասենք, Տեր հագեցրու իմ ծարավը։ Ոչ թե երեխային գցեմ կողքի, ասեմ մահանալու է, այլ չէ, Տեր ասելու է, դու կզորացրու երեխային։ Շատ անգամ որբևար, Սարեփթացի որբևարն էլ մի կտոր ալուր ուներ, մի քիչ յուղ ուներ, որ պետք է ուտեր ու մահանար։ Բայց Տեր ասաց, չէ, ես մարգարեին ուղարկել եմ, որ դու սովի ժամանակ չմահանաս։ Քո զոհը տարա, քո հավատարմություն տարա ու Աստված պետք է կշտացնի քեզ։ Այսինքն հոգևոր մարդու կյանքում նեղությունները չեն կարա իրան վնասեն։ Նեղությունների մեջ զորություն կա հագցրած Տիրոջից։ Դրա համար Տերը ասեց երանի հոգով աղքատներին։ Երանի երբ որ արդարության համար սոված ու ծարավ ես, երանի քեզի։ Երանի երբ որ դժվարություններով ես անցնում, երանի քեզի։ Որտեղ մինչև այդ դժվարությունները չլինեն, մենք Աստծո ձայնը չենք լսի։ Մեր ականջները սովոր չեն Աստծո ձայնը լսելու, երբ որ մենք փորներս լավ է։ Բայց երբ որ նեղությունով ենք անցնում, մեր ականջները սրում ենք, Տիրոջից աղոթում, սպասում ենք Տիրոջից պատասխան, ու Տերը խոսում է, ասում է մի վախեցի։ Կողքդ նայի, զորացի, որովհետև Տերը քո հետ է։ Տերը մեր կուշ ժամանակ մեր հետ չի մերակ, մեր սոված ժամանակ էլ է մեր հետ։ Տերը հավատարիմ է։ Ինքը գիտի եւ սովի ժամանակ, եւ ծերության ժամանակ, եւ ուժ ունենալու ժամանակ, ամեն ժամանակ Տերը մեր հետ է, ինքը հավատարիմ Աստված է։ Ինքը մեր նման չի, որ գործերներս լավ ալինում, մի երկու օր ուշանում ենք գալու։ Մի ամիս մոռանում ենք։ Ինքը մեր նման չի։ Ինքը Աստված է։ Ինքը լենության ժամանակ էլ ուզում մասնակից լինի քո հետ, տխրության ժամանակ էլ ուզում մասնակից լինի քո հետ։ Որտեւ ինքը հավատարիմ Աստված ու ինքը չի ուզում որ բաց թողենք մենք իրան։ Տեր օրհնի ամեն մեկիս։ Սա համար երբ որ ինչ ճանապարհով որ կանցնես, չիմանաս որ այդ ճանապարհը եկել է քեզի սպանելու։ Նաբարոտ այդ ճանապարհը, այդ դժվարությունը եկել է, որ Աստծո պատասխանը տենաս, ու ասես Տեր, շնորհակալ եմ, որ իմ ծարավը հագեցրիր։ Շնորհակալ եմ, որ ինձ կշտացրիր։ Շնորհակալ եմ, որ հաղթության հանեցիր։ Հələ տեսեք, հələ Սաղմոսներում, Դավիթի Սաղմոսներում, երբ որ նեղությունների մեջ է, միած Սաղմոսի մեջ չես տենա տրտունջ, որ Դավիթը ասում է, ինձի թողեցիր, ինձ ես արեցիր, ինձ ես արեցիր, ես սենց էլ գիտեի, որ սենց պետք է լինեմ, չի ասում։ Նաբարոտ ասում է, Տեր դու զորավոր Աստված ես, քո ձեռքդ բարձրացրա ու պատասխանի, որ իմ թշնամիները տենան, որ դու իմ Աստվածն ես։ Մեր նեղության ժամանակ երբ ենք, մեր հիվանդության ժամանակ երբ ենք ասել, Տեր քո բժշկարար ձեռքդ բարձրացրու ինձի բժշկի, որ սատանեն տենա, որ դու ինձ հետ ես։ Ամեն։ Ու Տերը մեզ հետ է։ Հետաքրքիր է, մի տեղ եմ ուզում կարդալ, Հովհաննես Ավետարան 9-րդ գլուխ 35-ից 41-րդ խոսքը, դա այն մասն է, որ Հիսուսը կույրի աշկերը ծնված 40 տարեկան մոտարապես կույրի աշկերը բացում է, ու հետո իրան դուրս են հանում ժողովարանից փարսեցիները։ Հետո Հիսուսը հանդիպում ասում է, եւ Հիսուսը լսեց, որ նրան դուրս արին, եւ նրան գտավ եւ ասեց նրան. դու հավատում ես Աստծո որդուն։ Նա պատասխանեց եւ ասեց. Տեր, ով է նա, որ հավատամ նրան։ Հիսուսն էլ նրան ասեց. տես արել նրան եւ քեզ հետ էլ խոսողն էլ նա է, ինքն է։ Եվ նա ասեց. հավատում եմ, Տեր, եւ երկրպագեց նրան։ Եվ Հիսուսն ասեց. ես դատաստանի համար եկա այս աշխարհը, որ չտեսնողները տեսնեն եւ տեսնողները կուրանան։ Եվ փարսեցիները ոմանք որ նրա հետ էին լսեցին այս եւ ասեցին նրան. միթե մենք էլ կույր ենք։
Հիսուս նրանց ասեց. Եթե կույր լինեք, մեղք չեք ունենալ, բայց հիմա ասում եք, թե տեսնում ենք, նրա համար ձեր մեղքը մնում է։ Հետաքրքիր է, որ այդտեղ ինչ տեղի ունեցավ, որ այս կույրի աշկերը բացեց, բայց շատ տեսնողներ կային, որ իրանք սրտերով կույր էին։ Այսօր շատ կարևոր է հասկանանք, որ լավ է, որ մենք տենում ենք մարմնով, դա փառք Աստծո, առանց այս աշկերի մենք չենք կարող շարժվենք այս աշխարհի մեջ։ Ինչպես այս աշխարհի մեջ չենք կարող շարժվենք առանց այս աշկերի, նույն ձևի առանց հոգևոր աշկերի մենք չենք կարող շարժվենք հոգևոր աշխարհի մեջ։ Անընդհատ մարդիկ, որ նոր ապաշխարում են, իրանք հոգևոր աշխարհը չեն տենում, իրանք նոր ծնված են, իրանք չեն տենում։ Ոնց որ ասում են, չէ, երեխեն 40 օր չի տենում։ Այդ ձևի իրանք են, չեն տենում։ Իրանք պետք է նաստավնիկ, որ ասի սենց արա, սենց արա, սենց արա, միջև որ իրանք տենան, սկսեն հոգևոր աշխարհը տենալը։ Փարիսեցիները հոգևոր առաջնորդներ լինելով, իրանք հոգևոր աշխարհ չէին տենում։ Դրա համար Հիսուս ասեց, որ դուք կույր եք։ Դուք չեք տենում Աստծո կամքը, դուք չեք տենում Աստծո ջուրը, դուք չեք տենում Աստվածանից ուղարկվածին, դուք ոչ մի բան չեք տենում։ Բայց այս կույր լինելով, ինքը տենում էր իր հոգևոր աշկերը, որովհետև ես ինձի նկատեց, ինձի տեսավ, ինձի ընդունեց, ինձի ճանաչեց։ Դա հոգևոր կուրությունն է, երբ որ մարդ չի կարող հոգևոր աշխարհ տենալ։ Լավ, ասենք վերստին ծնված ենք, փառք Հիսուսին վերստին ծնվածի համար։ Բայց ժամանակ պետք է որ մենք տենանք, որ մենք կարողանանք հոգևոր աշխարհի մեջ շարժվենք, իմանանք ինչ ենք անում։ Ոչ թե ինչ որ մեկը ասում է, մենք անում ենք, ինչ որ լսում ենք, մենք անում ենք։ Ինչ որ ինտերնետից ենք լսում, էդ ենք ուզում փորձենք անենք։ Չանցա մենք պետք է տենանք, որ հասկանանք իմ կողքը սա օրհնությունը, իմ կողքը սա ջրի աղբյուրը, իմ կողքը սա Աստված բացել է ջուրը, որ ես զորանամ ու գնամ, թեև ես ծարավ եմ։ Մարդիկ գիտեք, մարդիկ երբ որ նեղության մեջ են ընկնում, չգիտեմ ինչի իրանց օրը սկսում են վատը տենալու, վատը հռչակելը։ Գիտեք պատճառը դա հոգևոր կուրությունն է, որտեղ իրանք չեն տեն, որ Աստված իրանց ներսում աղբյուր է բացել։ Իրանք չունեն համբերություն, իրանք չունեն զսպվածություն, ինչի համար, որովհետև հոգևոր կուրություն կա իրանց կյանքում։ Աստված Հագարին տվեց այդ կուրությունը, մաքրեց այդ կուրությունից, ու ինքը տեսավ, որ ինչի պետք է մահանա, երբ որ ինքը աղբյուրի կողք կնա։ Այսօր շատ կարևոր է, որ մենք այդ կուրությունից բժշկենք, իսկ ո՞րն է Աստված ո՞նց է այդ կուրությունից բժշկում։ Հավատանք Աստծո խոսքին, ոնց որ այդ կույրը արեց։ Ասես դու հավատում ես։ Ասում ով է նա, ասում քո հետ խոսոցողն է, ասում ես հավատում եմ։ Ասես դրա համար ես եկա, որ կույրերը տեսնեի եւ տեսնողներ կուրանան։ Աստծո խոսքին հավատացողը հոգևոր կուրությունից ազատվում է։ Կարող է տարիներով մենք եկեղեցու մեջ ենք, բայց տարիներով կույր լինենք։ Ու տարիներով մարդկանց ձեռքեր շոշափենք, որ բռնեն ու մեզի տանն ասեն հաստե աստիճանա, ստե փոս։ Ու դա էլ փառք Աստծո, բա որ ձեռքիդ բռնացնել մի հատ էլ ուրիշ կույր եղավ ինչ ես անելու։ Երկուսդ կընկնեք բամբասանքի մեջ։ Որոնք որ շատերը ընկնում են շատ անգամ։ Դա հոգևոր կուրությունն է։ Որտեղ մարդիկ տենում են մարմնավորը, բայց հոգևոր չեն տենում, որ Աստված դրել է մեր ներսում աղբյուրները։ Դրա համար Տերը օրհնի ամեն մեկիս։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք, Տեր, շնորհակալ ենք այն տեսողության համար, որ դու դրել ես մեր հոգիների մեջ, որտեղ մենք վստահում ենք Աստծո խոսքը ամբողջությունով։ Որտեղ ոչ թե սիրում ես մեզ նրա համար, որովհետև մենք ինչ-որ բան ենք կամ ինչ-որ բան չենք, այլ դու մեզ սիրում ես, որովհետև դու սեր ես։ Դու սիրում ես, որովհետև դեռև մեղքի մեջ ենք ընկած, դու չխնայեցիր քո որդուն, էլ որքան ավելի, որ մենք ազատված ենք, մենք փրկված ենք, իշքան ավելի դու բաներ կզոհես մեզ համար։ Այսքան մեր նեղությունը պետք է չվնասի մեր հավատքը կորցնելու, այլ մեր նեղության մեջ մենք գալիս ենք Տիրոջ, ասում ենք, Տեր, եկել եմ քո ջուրդ խմելու։ Եկել եմ իմ ծարավը հագեցնելու։ Ամեն Տեր օրհնի, մի տեղ էլ կարդամ ու վերջացնեմ։ Հայտնության մեջ 22-րդ գլուխ 17-րդ խոսքը տեսեք ինչ ասում։ Հիսուսը Հովհաննեսին է ասում, բոլորը որ
Հովանեսը հայտնությունը գրեց դա անձամբ Հիսուսը ներ այդ ամեն ինչի ասում։ Ու տեսեք ինչ ասում, եւ հոգին եւ հարսը ասում են. եկ, եւ լսողը ասե եկ, եւ նա որ ծարավ է թող գա, եւ նա որ կամենում է թող առնե կյանքի ջուրը ձրի։ Հետաքրքիր է, եթե կարևոր չլներ այս ջուրը մեր կյանքի մեջ, ինքը ոչ մարգարեների մեջ կասեր, ոչ ընթացքում կասեր, ոչ հայտնության վերջի խոսքերում կասեր։ Դա հայտնության ամենավերջի, ոնց որ ասած, սա վերջի գլուխն է հայտնության ու վերջ էլ Հովանեսին էլ չեմ տենալու, Հովանեսին էլ չեմ ասելու, որ ինչ պետք է դա վերջինն է, ու ինչ ասում, ասում է, ես ծարավին ջուր կտամ, եւ ով որ ասի, եկուր Տեր Հիսուս Քրիստոս ու ես կգամ։ Դա վերջի խոսքը եղավ Հիսուսի։ Այսինքն ինչքան կարևոր է, որ մենք ունենանք կյանքի ջուրը մեր ներսի մեջ։ Շատ անգամ հոգևոր կյանքի մեջ ասում ենք, սա սենց է պետք, որովհետև սենց է պետք անել։ Մարդիկ չեն զգում, ասում են ոնց։ Ախր դրա համար մեզ պետք է որ ասենք Տեր օգնի մեզ, որ մենք տենանք, որ մենք լսենք, որ մենք հասկանանք, որ մենք զանազանենք հոգևոր աշխարհը, որ ինչքան կարևոր է։ Գիտեք, այս հարուստը իրան խափում էր ամեն օր ուտելիքների մեջ, ամեն օր ուտուշ խմուշի մեջ։ Այդ չհասկացավ, որ իրան ներսի ծարավ հագասնում սեղանի վրա դրված ինչ-որ տարբեր տեսակի սոկեղեններով, կամ ինչ-որ գինիներով, կամ ինչ-որ խմիչներով։ Այլ ներսի ծարավը կամ մի բան, որը որ Տեր Հիսուսն է մենակ հագեցնում։ Մենք այսօր բոլորս ունենք Տեր Հիսուսի կարիքը։ Տերն այսօր մեզ հագեցնողը, Տերն այսօր մեզ ծարավը հագեցնողը։ Լավ է, մենք ժամանակավոր բաների վրա կարանք ուրախանանք, փառք Աստծո, դա Տերն էլ է տվել, որ ուրախանանք, բայց թող այդ ուրախությունը չհեռացնի մեզ Տիրոջից։ Թող այդ ուրախությունը նաև բերի մեզ Տիրոջ առաջ ու ասենք Տեր, շնորհակալ ենք այս ուրախության համարել։ Շնորհակալ ենք նրա համարել, շնորհակալ ենք նրա համարել, բայց եկել եմ իմ ծարավս էլի հագեցնեմ, որովհետև ես ծարավ եմ քեզանով։ Ամեն։ Տեր օրհնի բոլորիս։ Կուզենամ մի աղոտ բերենք իսկապես փառք Տիրոջը, երանի նրան, որ ծարավա Տիրոջը։ Երանի նրան, Տերը սիրում է իրան ծարավողներին։ Ու Տերը տալիս է այդ ջուրը այդ ծարավի կյանքում։ Ամեն։ Եկեք կանգնենք աղոթքի։ Սիրելի Հիսուս, շնորհակալ եմ քեզանից։ Տեր, մենք հավատում ենք քո խոսքին, մենք հավատում ենք Աստվածաշնչին։ Մենք հավատում ենք ամեն մի գրվածին։ Ու մենք գիտենք, Տեր, որ դու ես մեր ներսը հագեցնում քո ջրերովը, Տեր, քո աղբյուրներովը, Տեր։ Տեր, կան մարդիկ, որոնք որ այսօր ծարավ են, որոնք որ ներսում չունեն այդ ջուրը այսօր, Տեր։ Ինչպես դու ասեցիր, Տեր, Աստված իմ սամարացի կնոջը, որ ասեցիր, խնդրի ու ես քեզ կտամ հավիծենական աղբյուր։ Իմ Աստված իմ, մենք այսօր քո կարիքդ ունենք, Տեր։ Մենք աղոթում ենք, Տեր ջան, այն մարդկանց համար, ովքեր որ ներսը ցամաք է իրանց, Տեր, ովքեր որ ներսը չկա այդ ջուրը, այդ աղբյուրը չկա։ Մենք խնդրում ենք այդ մարդկանց համար ու խնդրում ենք, Տեր, որ ամեն մեկից ծարավը, Տեր, քո ջրերովդ միայն հագենան։ Իմ թանկ Աստված, առանց քեզ մեր կյանքը թեև իշկանել լավ տեղում ելնենք, առանց քեզ մեր կյանքը դժոխք կա, Տեր։ Առանց քեզ, Տեր Աստվածի, մենք մեզի կխաբենք, Տեր, որովհետև դու ես, Տեր, կենթանացնում եւ կենթանություն տալի ամեն քեզ խնդրողին։ Սիրելի Հիսուս, շնորհակալ եմ քեզանից։ Ես օրհնում եմ ստեղ ամեն մեկին, Տեր, ու ամբողջ փառքը տալիս եմ քեզ։ Իմ սիրելի Հիսուս, թող այս աշխարհի մեջ մեր ծարավը միայն դու հագեցնես, Տեր։ Երբեք ու երբեք, Տեր, ինտերնետներով չհագենանք, Տեր, այս աշխարհի ինֆորմացիաներով չհագենանք, Տեր։ Մեր Տեր Աստվածիմ գործերով ու աշխատանքներով ու օրհնություններով չհագենանք, Տեր։ Դրանք թող պտուղներ լինեն, Տեր, բայց մենք միայն ու միայն հագենանք քեզանով, Տեր։ Քեզ հետ ունեցած հարաբերությունով։ Իմ Աստվածին, նորոգի Տեր ջան, այսօր մարդիկ գիտեն, Տեր, որ իրանք ծարավ են, ու այսօր դու լսում ես այդ մարդկանց ձայնը, Տեր, ու խնդրում ենք, Տեր, որ իրանք հագեցնես, Տեր, որտեղ մենք բոլորս կարիք ունենք քո ջրին, Տեր։ Իմ սիրելի Հիսուս, դու ասացիր, որ նրանք կնմանվեն այն ծառներին, որոնք որ տնկված կլինեն ջրերի մոտ, որ իր ժամանակին պտուղ կունենան։ Տեր ջան, թող այդ ջրերը, Տեր ջան, ամեն մեկի ներսում լինի, Տեր, որ իրանք ժամանակին ունենան ճիշտ պտուղներ, Տեր։
օրտնված ու փառավորող քեզ պտուղներ, Տեր։ Իմ սիրելի Հիսուս, շնորհակալ եմ քեզանից։ Ամբողջ փառքը տալիս եմ քեզ Հավիտյան Սավտենից։ Ամեն։